Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք հայացք վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանին։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Կարապետյան, ըստ Գելափի հարցումների հարցվածների մոտ 86%-ը կարծում է, որ խաղաղության պայմանագրի բովանդակությանը պետք է ծանոթանա հասարակությունը։ Իշխանություններն էլ ասում են, որ դա կարող է պատրվակ լինել Ադրբեջանի համար, այն չստորագրելու առումով առհասարակ նման պայմանագրերի բովանդակությունը պետք է հայտնի դառնա, հասանելի լինի հանրությանը, թե ոչ, եւ իշխանությունների հայտարարությունը որքանով է արդարացված, երբ որ Ադրբեջանը այսպես թե այնպես տարբեր պատրվակներով այն չի ստորագրում, հակառակը նորանոր պահանջներ է թելադրում Հայաստանին։ Հարցը ունի ըստ էության երկու մաս։ Առաջինը այն է, որ բնականաբար հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե իր երկրի ղեկավարությունը ինչ պայմանագրեր է պատրաստվում ստորագրել, առավել եւս, որ այդ պայմանագիրը վերաբերում է այնպիսի կարևոր հարցին, ինչպիսին կասենք Արցախյան հակամարտությունն է, բայց այս պայմանագիրը ոչ այնքան հակամարտության, որքան Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններն են։ Եվ առավել եւս այն պարագայում, որ օբյեկտիվորեն չկան այս իշխանությանը վստահելու որևէ հիմքեր, որովհետեւ բազմիցս են եղել օրինակները, երբ ձեռք են բերվել գաղտնի, թաքուն, կիսագաղտնի պայմանավորվածություններ եւ դրանք իրականանալուց հետո են արդեն բախվել դրանց հետևանքներին, հետեւաբար բնական է, որ կա հանրային ակնկալիք, որ հանրությունը պետք է իրազեկված լինի բովանդակության այդ պայմանագրի եւ ընդհանրապես նմանատիպ պայմանագրերի։ Երկրորդ մասը հարցի վերաբերում է նրան, որ ընդհանուր առմամբ իրապես բովանդակությանը, եթե ոչ ձևակերպումներին, այս պայմանագրի հանրությունը այսպես թե այնպես իրազեկված է, որովհետեւ ադրբեջանական կողմը իր հերթին, հայկական կողմը իր հերթին հանրային հրապարակային տարբեր ելույթներում անդրադարձել են այդ բովանդակությանը եւ ցավոք սրտի այդ բովանդակության մեջ Հայաստանի հայ ժողովրդի ազգային պետական շահերից բխող առանձնապես ձևակերպումներ չկան։ Չմոռանանք, որ այս պայմանագիրը սկիզբ առավ Ադրբեջանի կողմից հանրայնորեն հռչակված 5 սկզբունքների հիման վրա, որոնց հիմնական բովանդակությունը վերաբերում էր Արցախյան հակամարտության էջը մեկընդմիշտ փակելուն եւ ապագայում էլ Արցախյան հակամարտության մասին խոսելու հնարավորություններից Հայաստանին հայ ժողովրդին զրկելուն։ Եվ այս հիմքի վրա էլ ըստ էության զարգացան այդ բանակցությունները եւ ավելին հետագայում պարզ դարձավ, որ ի սկզբանե եթե գոնե կար այս պայմանագրում որևէ հիշատակում վերաբերող Արցախին կամ Արցախի ժողովրդի իրավունքներին, ապա հետագայում այդ դրույթներն էլ հանվել են պայմանագրից եւ ավելին նույնիսկ այն երկու կետերի վերաբերյալ հակասությունները, որոնք մինչեւ վերջին պահը առկա էին, որոնցից մեկը վերաբերում էր երրորդ երկրների ուժերի առկայությանը սահմաններին եւ միջազգային ատյաններից դատական հայցերի հետ քաշմանը, այդ դրույթների վերաբերյալ էլ Հայաստանը վերջին պահին տվեց իր համաձայնությունը Փաշինյանի ձևակերպմամբ փոխելով ոչ թե կետերը, այդ կետերի վերաբերյալ մեր ընկալումները, այլ կերպ ասած անելով հերթական զիջումը եւ ընդունելով Ադրբեջանի կողմից պարտադրված ձևակերպումները։ Դրանից հետո հայտարարվեց, որ պայմանագիրը համաձայնեցված է, տեքստը համաձայնեցված է, սակայն ինչպես դուք էլ նշեցիք, Ադրբեջանը որևէ կերպ չի շտապում ստորագրել այդ համաձայնագիրը եւ արդեն անմիջապես համաձայնեցման փաստի հանրայնացումից հետո ադրբեջանական կողմը առաջ քաշեց երկու նախապայման պայմանագիրը ստորագրելու համար, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի սահմանադրությունը փոխելուն, մյուսը վերաբերում է ԵՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Եվ ըստ էության Հայաստանի իշխանությունը այս կետերին էլ է տալիս իր սկզբունքային համաձայնությունը, սակայն դա չի բացառում, որ կհայտնվեն նոր նախապայմաններ, որոնք նույնպես Ադրբեջանը կդնի սեղանին։ Ձեզ համար հասկանալի է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը այս իրավիճակում, ինչու են անընդհատ ձգձգում խաղաղության պայմանագիր կոչվածի ստորագրումը։ Ըստ էության այս քաղաքականության մեջ անհասկանալի ոչինչ չկա։ Ադրբեջանը ստացել է պատմական բացառիկ հնարավորություն կատարել իր բոլոր ցանկություններն ու նույնիսկ ժամանակին չերազած երազանքները։ Եվ քանի դեռ այդ հնարավորությունը կա, այլ կերպ ասած, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Հայաստանի ղեկին եւ ինքն է Հայաստանի անունից կայացնում որոշումներ, բնականաբար Ադրբեջանը փորձելու է առավելագույնս օգտվել այդ հնարավորությունից եւ Հայաստանին ստիպել
մաքսիմալ զիջումներ։ Իսկ պայմանագրի ստորագրումը կնշանակի, որ այդ գործիքակազմը առնվազն ինչ որ չափով սահմանափակվում է։ Ուստի Ադրբեջանը բնական է, որ չի շտապում ստորագրել այդ համաձայնագիրը։ Դուք խոսեցիք Հայաստանի իշխանությունների զիջումների մասին, իհարկե նրանք չեն ընդունում, որ որևէ զիջում արել են, բայց նույնիսկ միջազգային հանրություններ նշել, երբ որ համաձայնեցվեց այս պայմանագրի դրույթները, որ հայկական կողմը խիզախ զիջումների է գնացել։ Ձեր դիտարկմամբ ինչ որ կետ կա, մինչև որը զիջելով հայկական կողմը կարողանա հասնել գոնե որևէ փաստաթղթի ստորագրման։ Մինչև Հայաստանի վերացում, որովհետև Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի երազանքը հանրայնացված, հրապարակված երազանքը եղել է Հայաստանի եւ հայ ժողովրդի չլինելը այս տարածաշրջանում։ Եվ հետեւաբար բնականաբար այս պահանջները չեն դադարելու, չեն կանգնելու, քանի դեռ Հայաստանը կատարում է այդ ցանկությունները։ Սա ծիծաղելի է իհարկե այսօր դրա մասին հիշատակելը, բայց այն հայտնի հեքիաթն էր, որը որ Կկվի եւ Ձաքերի հեքիաթը, որը փոքր ժամանակ լսում էինք եւ չէինք հասկանում ինչպես է դա հնարավոր ընդհանրապես, այսօր իրական քաղաքականության մեջ ունենք դրա վառ դրսևորումը, այսինքն երբ Ադրբեջանը պահանջում է ինչ-որ բան, Հայաստանի իշխանությունը դա անում է, Ադրբեջանը գալիս եւ պահանջում է ավելին եւ Հայաստանի իշխանությունը նորից դա անում է։ Եվ բնականաբար դա չի կանգնելու, քանի դեռ Հայաստանը ունի տալու բան, իսկ Ադրբեջանը կարա հորինի նոր ցանկություններ։ Այսօր արդեն այդ ցանկությունների մեջ կան կետեր, որոնք ակնհայտ է, որ լինելու են հաջորդը այդ ցուցակում։ Դա վերաբերելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, դա վերաբերելու է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանին, այլ կերպ ասած Հայաստանի Հանրապետության տարածքին, որում Ադրբեջանը ցանկանում է բնակեցնել ադրբեջանցիներին, այլ կերպ ասած այդ տարածքը նույնպես յուրացնել, դա վերաբերում է Հայաստանի տարբեր տարիների ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ արդեն ակնհայտ ստեղծվող գործերին, դա վերաբերում է Հայաստանի զինաթափմանը, չմոռանանք, որ Ադրբեջանը մի քանի անգամ տարբեր մակարդակներով խոսել է այն մասին, որ Հայաստանի զինված լինելը սպառնալիք է Ադրբեջանի անվտանգության համար եւ այլն։ Եվ հետեւաբար այս պահանջները բնականաբար չեն կանգնելու։ Ձեր դիտարկմամբ, եթե այս գործընթացում լինեին միջնորդներ, իրավիճակը այլ կլիներ, նաեւ այս Գելափի հարցումների մեջ կար դրա վերաբերյալ հարց, որ հարցվածների 60%-ը նշել էր, որ Ռուսաստանի դուրսբերումը որպես միջնորդ բացասական ազդեցություն է ունեցել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրա։ Միջնորդների բացակայությունը առաջին հերթին բնականաբար նշանակում է բալանսների չպահպանում, բալանսների խախտում եւ երաշխիքների բացակայություն այն պարագայում, երբ կողմերը իրար հավասար գործընկերներ չեն։ Առանց միջնորդների ընդհանրապես միջազգային պրակտիկայում բանակցությունները տեղի են ունենում այն պարագայում, եթե այդ կողմերը չունեն միջնորդի կարիք եւ կարողանում են հեշտ միասին պայմանավորվել, համագործակցել եւ այլն։ Եվ հարց ունի նաեւ մեկ այլ կողմ, որ սա իրականում երկկողմ չեն այս բանակցությունները, որովհետեւ շատ ակնհայտ է, որ այստեղ կա անուղղակիորեն ներգրաված երրորդ կողմ, իդեմս Թուրքիայի, որը նույնպես Ադրբեջանի միջոցով իր շահերը առաջ է քաշում, իր նախապայմանները առաջ է քաշում, պարտադրում է Հայաստանին այդ պայմանները կատարել եւ այլն։ Եվ հետեւաբար ստացվում է, որ այսօր այդ բանակցություններում փոքր Հայաստանը գտնվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միասին նույն սեղանի շուրջ եւ բանակցություններ է վարում այդ ֆորմատում։ Ինչ վերաբերում է որքանով միջնորդների արկայությունը մեզ կփրկեր, իրականում եթե դու ինքդ քեզ չես պաշտպանում եւ դու ինքդ քո շահերը չես պաշտպանում, բնականաբար ոչ մի երրորդ երկիր չի գալու եւ քո փոխարեն քո շահերը պաշտպանի։ Դրա մասին նույնիսկ բաց տեքստով մի քանի անգամ տարբեր երկրների Ֆրանսիայի ղեկավարությունն է բարձրաձայնել, Ռուսաստանի ղեկավարությունն է բարձրաձայնել, հա, որ իրենք չեն կարող կոնֆլիկտի կողմ դառնալ եւ Հայաստանի փոխարեն Հայաստանի շահերը պաշտպանել։ Միջնորդը օգնում է քեզ այն պարագայում, եթե դու ինքդ փորձում ես պաշտպանել քո շահը, սակայն որոշ դեպքերում քեզ վրա չափից դուրս ճնշում են գործադրում եւ այլն, այդ դեպքում միջնորդի արկայությունը տալիս է հնարավորություն որոշակի բալանսներ ստեղծել։ Բայց եթե դու ինքդ դա չես անում, բնականաբար ոչ մի միջնորդ քո փոխարեն դա չի անելու։ Դուք բազմաթիվ խնդիրներ արձանագրեցիք ձեր խոսքում, Տիկին Կարապետյան, Հայաստանի իշխանությունները հիմնականում այս բոլոր խնդիրների վերաբերյալ նշում են, որ իրենք այսպիսով պաշտպանում են Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, որևէ մեկը նրանց չի թելադրում ինչ անել, թեպետ արդեն խոսեցինք, որ Ադրբեջանը ինչ պահանջներ է ներկայացնում եւ այստեղ ինչ փաթեթավորումներով են դրանց կատարումները ներկայացնում հասարակությանը։
Հայաստանի իշխանությունները ասում են, որ ինչ-որ մեկը նրանց դա չի պարտադրում անել, բայց դա այն նույն Հայաստանի իշխանություններն էին, որոնք երբ որ Ադրբեջանը Տավուշի գյուղերի նկատմամբ ուներ տարածքային պահանջներ, հայտարարում էր, որ մենք պետք է կատարենք Ադրբեջանի պահանջը, հակառակ դեպքում կլինի պատերազմ, եթե լինի պատերազմ, մենք այդ պատերազմում անխուսափելիորեն կպարտվենք։ Դա նույն իշխանությունն է։ Դեպի մեր խաղաղության պայմանագրի վերաբերյալ են ասում, որ այլ ընտրանք չկա, պետք է ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի, այսինքն պատերազմի մի քիչ այլ է, որովհետև այստեղ իրավիճակը այնքանով է այլ, որ Հայաստանի իշխանությունն է փորձում այդ պայմանագիրը ստորագրելու միջոցով ստանալ ինչ-որ խաղաղության երաշխիք, այն պարագայում, որ նույն ինքը Փաշինյանը եղել է, երբ հայտարարություն է արել, որ հասկանում ենք, որ նույնիսկ պայմանագրի առկայությունը չի նշանակում խաղաղության երաշխիք։ Ալեն Սիմոնյանը օրերս նշել էր, որ Ռուսաստանից գումարներ են գալիս Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար, դրան զուգահեռ ասում է, որ Փաշինյանը Ռուսաստանի համար անցանկալի ղեկավար չէ, ուղղակի շատ վատ օրինակ է հետխորհրդային տարածքում ընտրված ղեկավար ունենալը։ Ձեզ համար հասկանալի է Լավրովի եւ Մատվիենկոյի այցից առաջ նման հայտարարությունների նպատակը, ինչ խնդիր է լուծվում, եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը 2 օրից մեկնելու է Մոսկվա մասնակցելու շքերթին, այդ գործընթացից առաջ նման հայտարարություններով ինչ խնդիր է լուծվում, առհասարակ միջպետական հարաբերություններում ազգային ժողովի նախագահի նման հայտարարությունը որևէ ազդեցություն չի ունենում։ Նախ առաջինը արձանագրենք, որ այս պահի դրությամբ դեռ չունենք հայկական կողմից 100%-անոց վստահեցում, որ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, կար ի սկզբանե տրված համաձայնություն, սակայն կարծես թե մինչև վերջի պահը որոշակի քննարկումներ կան այդ հարցի շուրջ մեկնելու է թե չի մեկնելու։ Ինչ վերաբերում է նրան, թե նման հայտարարությունները ազդեցություն ունենում են, թե չեն ունենում, առավել ևս այն պարագայում, երբ դու խորհրդարական կառավարման ձև ունեցող երկիր ես, բնականաբար քո ազգային ժողովի ղեկավարի հայտարարությունները չեն կարող այլ երկրներում ուշադրության չարժանանալ, սակայն այլ խնդիր է, թե քո ազգային ժողովի ղեկավարի անձը որքանով է ընդհանրապես լուրջ ընկալվում տարբեր երկրներում, հաշվի առնելով իր հայտարարությունները, դրսևորած վարքը եւ այլն եւ այլն։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ այսօր Հայաստանի իշխանությունը մի կողմից փորձում է հավատարիմ մնալ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության իր ձեռագրին եւ ворթեգրած քաղաքականությանը, ինչի կրողներից մեկը միշտ եղել է նույն Ալեն Սիմոնյանը, բայց մյուս կողմից հաշվի առնելով աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունները, Թրամփի եւ Ռուսաստանի երկխոսությունը, արևմուտքի արդեն ոչ միանշանակ ազդակները եւ ցանկությունը որոշակի երաշխիքներ տրամադրել կամ պաշտպանել Հայաստանին առաջ մղել այդ գործընթացներում եւ այլն, բնականաբար պետք է որ մտածելու տեղիք տան Հայաստանի իշխանությանը եւ մեկ անգամ չէ որ ականատես ենք եղել նրան, թե Հայաստանի գործող իշխանությունը, Փաշինյանը ինչպես են փորձում մի կողմից հակառուսականություն դրսևորել եւ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն ցույց տալ եւ այդ ուղղությամբ գնալ, մյուս կողմից սակայն հենց որ զգում են որոշակի ճնշում կամ սպառնալիք Ռուսաստանի կողմից կամ արևմուտքից ինչ որ աջակցության թույլատում, միանգամից փորձում են ինչ որ կերպով հարթել իրավիճակը, ցույց տալ որ խնդիրներ չունեն Ռուսաստանի հետ, ամենալավ հարաբերությունները ունեն եւ այլն։ Դե նրանք վարում են բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն։ Սա է նրանց հիմնական պատասխանը։ Ակնհայտ է որ այսօրվա քաղաքականությունը ոչ բալանսավորված է, ոչ է բալանսավորման եւ մյուս խնդիրն էլ այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ընդհանրապես ելնելով աշխարհագրական դիրքից, աշխարհաքաղաքական իրավիճակից եւ այլն չի էլ կարող այդպեսին լինել, հա։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ունենա տարբեր վեկտորներ, դրանց հետ տարբեր խորության համագործակցության եւ այս առիթով տեղին է երևի նշել, որ ընդամենը անցյալ շաբաթ տեղի ունեցավ մեր վերլուծական կենտրոնի կողմից հրատարակված աշխարհաքաղաքական գրավիտացիա գրքի շնորհանդեսը, որի հեղինակը Կարեն Բեկարյանն է խորհրդի նախագահան եւ որում առանձին քննարկվում են նույն Ռուսաստանի հետ հարաբերությունները, Միացյալ Նահանգների, Եվրոպայի հետ հարաբերությունները, այդ կենտրոնների շահերն ու քաղաքականությունը եւ Հայաստանի հետ դրանց հարաբերությունների տեսլականը։ Այդ որտեղ նկարագրվում է թե ինչպիսին պիտի լինեն Հայաստանի հարաբերությունները դրանցից յուրաքանչյուրի հետ, որ เป զի Հայաստանը լինի հնարավորինս ինքնիշխան, լինի անվտանգ եւ կարողանա իր շահերը առաջ մղել եւ պաշտպանել։ Մասնավորապես ինչպիսին պետք է լինեն, իհարկե հասկանում եմ, որ այդ ամբողջ ծավալով չենք կարող խոսել, բայց կարճ եթե փորձենք։ Առաջնային եւ կարեւոր խնդիրը այն է, որ Հայաստանը չպետք է լինի արտաքին ուժերի շահերի սպասարկողը կամ դրանց
հիման ներքո կոնֆլիկտներ փնտրողը եւ այդ կոնֆլիկտների վրա իր քաղաքականությունը կառուցողը կամ կտրուկ վեկտորներ փոխողը, հա։ Բնականաբար անվտանգության շուրջ քո հարաբերությունները պետք է լինեն այն երկրների հետ, որոնք քեզ մոտ են, որտեղ դու ունես իրավական դաշտ, պետք է հասկանաս որոնք են խնդիրները եւ դրա հիման վրա կառուցես քննարկես այդ խնդիրները, լուծես խնդիրները եւ անցնես առաջ, իսկ մյուս ուղղություններով բնականաբար պետք է հնարավորինս խորացնես համագործակցությունը, բայց ելնելով հենց այդ աշխարհակական գրավիտացիայի ուժից եւ նրանց համար քո տարածաշրջանի եւ քո դերակատարումից ելնելով։ Եվ ոչ թե ասեն սա տեսական է ավելի շատ, գործնականում դա տեսական չէ, շատ գործնական է, նույն այդ գրքի հիմնական առավելությունը եւ կարեւորությունը նրանում է, որ յուրաքանչյուր ուղղության համար տրվում է հստակ տեսլական, հստակ ձևակերպումով, բանաձևումով, ինչ սկզբունքով, ինչ առաջնահերթ եւ երկարաժամկետ ինչ քայլերով պետք է իրականացվի այդ քաղաքականությունը, բայց կա մեկ մեծագույն նախապայման, որը Հայաստանում նորմալ, նոր իշխանության արկայությունն է, որը որ կպաշտպանի Հայաստանի ազգային պետական շահերը եւ այդ սկզբունքներով ըստ էության ցանկացած նոր իշխանություն կարող է այդ գիրքը որպես ուղեցույց վերցնել եւ դրա հիման վրա քայլ-քայլ նշված գործողություններ իրականացնելով ունենալ ռեալ պոլիտիկում իրական փոփոխություններ եւ քաղաքականություն։ Դուք ներքաղաքական թեմաներից այդքան էլ չեք խոսում, ամեն դեպքում իհարկե հասկանում եմ կպահենք արտաքին քաղաքական ուղղվածությունը մեր զրույցի, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացումը դուք ինչպես եք տեսնում այս իրավիճակում։ Կարծիքներ կան, որ կա աշխարհաքաղաքական համաձայնություն, որ նա մնա իշխանության, նույն Ալեն Սիմոնյանն էլ ասում էր, որ անցանկալի ղեկավար չէ Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանը, բայց մյուս կողմից ասում է, որ այստեղից ուզում են նրան հեռացնել իշխանությունից եւ այլն։ Ձեզ համար հասկանալի է, թե ինչ կերպ կարող է լինել նրա հեռացումը։ Վերջին օրերին շատ են խոսում իմպիչմենթի գործընթացի մասին։ Այսօրվա հարցումներով ավելի շատ հանրությունը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով Փաշինյանի հեռացումը։ Ինչպես եք դուք դա տեսնում։ Նախ այստեղ խնդիրը առաջին հերթին չպետք արտաքինը չէ եւ արտաքին դերակատարների ցանկությունները չեն։ Փաշինյանի իշխանության արկայությունը Հայաստանի համար շարունակվող աղետ եւ պարտություն է, որի մասին արդեն քանի տարի է խոսում ենք եւ որի մասին բազմիցս ունեցել ենք այդ քննարկումը, որ որքան ավելի է շարունակվում Փաշինյանի իշխանությունը, այնքան այդ աղետը անսահման ավելի առաջ է գնում։ Մեկ պարզ օրինակ կարող եմ բերել, երբ մենք 2022 թվականի դեկտեմբերին հրատարակում էինք Ճոճանակ գիրքը նույն մեր շարքի ներքո, այդ ժամանակ արձանագրում էինք, թե ինչքան վատ է ամեն ինչ, բայց հույս կա դեռևս Արցախը պահելու եւ դրա շուրջ քաղաքականություն առաջ տանելու։ Երբ մենք հիմա պատրաստվելով գրքի անգլերեն հրատարակությանը փորձում էինք նորացված գլուխ ավելացնել 22 թվականից հետո տեղի ունեցած զարգացումների, արձանագրում ենք անսահման խորացած աղետ, որը տեղի չէր ունենա, եթե ընդամենը 2-3 տարի առաջ տեղի ունեցած լիներ իշխանափոխություն եւ լիներ նոր իշխանություն, որ այդ ազատ անկումը կանգնեցնած կլիներ։ Եվ բնականաբար նույնը վերաբերում է նաեւ այսօրվան։ Այսօր մենք խոսեցինք այդ արտաքին Ադրբեջանի շարունակվող պահանջների եւ այլնի մասին, այդ ամենը այսօր տենց ինչպես ասենք տեսական ինչ որ բան է թվում, բայց եթե օր առաջ չի լինում այդ իշխանափոխությունը, բնականաբար մի քանի տարի հետո մենք նորից նստելու ենք նույն տաղավարում եւ նորից արձանագրենք, թե ինչքան ավելին ենք կորցրել եւ ուր ենք գնացել։ Եվ հետեւաբար անկախ նրանից, թե ինչ ճանապարհով դա պետք է լինի, օր առաջ իշխանափոխություն պետք է լինի։ Այսինքն նույնիսկ այս իրավիճակում մենք դեռ հնարավորություններ ունենք, գործիքներ ունենք, պարզապես գործող իշխանությունները դրանք չեն օգտագործում։ Գործող իշխանությունները ի վիճակի չեն եւ չեն կարող դա իրականացնել, որովհետեւ այս աղետը ստեղծել են իրենք են հիմնական դերակատարը այս ամենի, դրոշակակիրը այս ամենի եւ հետեւաբար իրենցից այլ բան ակնկալել ուղղակի հնարավոր չի։ Աշխարհաքաղաքական իրադրությանը եթե անդրադառնանք, ակնհայտորեն Իրան-Միացյալ Նահանգների լարվածություն կա, որքան էլ որ փորձում են բանակցություններ իրականացնել, մյուս կողմից բանակցություններն ակտիվորեն ընթանում են Ուկրաինայի շուրջ։ Այս երկու ուղղություններով հիմնականում հաշվի առնելով կողմերի հայտարարությունները, ինչ սպասել։ Ընդհանուր առմամբ այս ամբողջ process-ները ըստ էության պայմանավորված են առաջին հերթին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի որդեգրած քաղաքականությամբ, այսինքն այդ արագ տարբեր տարածաշրջաններում լուծումներ արձանագրելու, արդյունքներ ցույց տալու իր քաղաքականությամբ, բոլորս հիշում ենք նա խոստանում էր 24 ժամում կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում, այսօր երբ process-ը սկսվեց, բայց ակնհայտ դարձավ, որ դա այնքան էլ արագ չէ եւ հնարավոր է արագ
արագ արդյունքներ չլինեն, Թրամփը սկսեց փնտրել այլ հարցեր, որտեղ հնարավոր է արդյունքներ արձանագրել, հա, եւ նույն այդ Իրանի հետ երկխոսությունը եւ այլն։ Այս process-ներից ոչ մեկը այսօր մեծ լավատեսության հիմք ըստ էության չի տալիս, որովհետեւ իհարկե ցանկացած իրավիճակում երկխոսությունը գերադասելի է պատերազմից եւ ռազմական գործողություններից։ Առավել եւս երբ խոսքը վերաբերում է քո անմիջական հարևանությանը եւ քո տարածաշրջանին։ Սակայն անել որոշակի կոնկրետ կանխատեսումներ եւ ասել, որ այս երկխոսությունները արդյունք կտան եւ այլն բարդ է, բայց մեկ բան ակնհայտ կարող ենք արձանագրել, որ այսօր մենք նույն Թրամփի որդեգրած ձեռագրից ելնելով արձանագրում ենք աշխարհաքաղաքական լուրջագույն փոփոխություններ, նույնիսկ աշխարհակարգի փոփոխություններ, որոնք ցույց են տալիս, որ փոխվում են սկզբունքները, թե ինչպիսին էինք մենք պատկերացնում միջազգային հարաբերությունները, որ արժեքներն էին դրվում այդ հարաբերությունների հիմքում, ինչ սկզբունքներով էին այդ քաղաքականությունը կառուցվում եւ ինչպես է դա այսօր տեղի ունենում, ըստ էության ցույց է տալիս, որ շատ հարցեր, որոնք առաջ անհնար էին, նույն օրինակ ռազմական ճանապարհով հարցերի լուծումը եւ դրանից հետո քաղաքական օրակարգերի առաջ մղումը եւ այլն, մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի դա արդեն օրակարգ է, դա կյանքի է կոչվում եւ այսպես շատ այլ հարցերում եւս։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում զուտ հետազոտողի տեսանկյունից հետաքրքիր աշխարհաքաղաքական զարգացումներ են, սակայն այս իրավիճակում առավել քան երբևէ կարեւոր է, որպեսզի քո երկրի իշխանությունը լինի քո ազգային պետական շահերը պաշտպանող եւ չտրվող այդ աշխարհաքաղաքական խաղերին, որովհետեւ Հայաստանը այնքան փոքր գործոն կարող է դառնալ, որ ընդամենը ինչ-ինչ պայմանավորվածությունների ներքո ենթակետի առարկա դառնալով կարող է երկրի համար աղետալի հետևանքներ։ Իսկ առհասարակ Հարավային Կովկասը որքանով է առաջնահերթություն այդ մեծ խաղացողների համար։ Այսօր ակնհայտ է, որ օրակարգերը բոլորովին Հարավային Կովկասի մասին չեն, բայց մյուս կողմից դերակատարները, որոնք այսօր գլոբալ խաղի կանոնների շուրջ պայմանավորվում են, ուղղակի եւ անուղղակի ներգրավվածություն ունեն Հարավային Կովկասում եւ հետեւաբար այսպես թե այնպես այդ գործընթացները մեր տարածաշրջանի վրա ազդում են։ Նույն Ռուսաստանի հանդեպ արևմուտքի վերաբերմունքի փոփոխությունը, նույն արևմուտքի Թրամփի գալով արևմուտքի Հարավային Կովկասում ներգրավվածության կրճատումը կամ շահագրգռվածությունն այս տարածաշրջանով ցույց են տալիս, որ արդեն իսկ մենք արձանագրում ենք, որ այսօր քաղաքական գործընթացները այնպիսին չէին, ինչպիսին էին հունվարից առաջ, եւ բնականաբար այդ ամենը ուղղակիորեն մեզ վրա ազդում է։ Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կարգավորման որևէ հեռանկար ուրվագծվում է։ Այսօրվա գործընթացի պարագայում չի երևում առնվազն որևէ հեռանկար, որովհետև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում։ Մյուս կողմից Թուրքիան ուղիղ տեքստով հայտարարում է, որ քանի դեռ Հայաստանը չկատարի Ադրբեջանի բոլոր նախապայմանները Թուրքիայի հետ նույնպես որևէ երկխոսություն առաջընթաց չի լինելու, բայց որ ամենաաբսուրդայինն է, ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանի իշխանությունը ավելի շատ այսօր հենց Թուրքիայի մեջ է փորձում իր համար անվտանգության երաշխավոր փնտրել, դաշնակից փնտրել, Թուրքիայի միջոցով Ադրբեջանի վրա ազդելու գործիքներ փնտրել եւ այլն, ինչը բնականաբար հեռանկար չունեցող մոտեցում է եւ ել ավելի է մեծացնում Հայաստանի վրա ճնշումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Եվ այն պարագայում, երբ իրենք են շրջափակման մեջ պահում մեզ, Հայաստանի իշխանությունները պարբերաբար տարբեր զիջումների գնալով ձեր ասած փորձում են կարծես թե Թուրքիային այս գործընթացի մաս դարձնել, ամեն դեպքում Թուրքիայի պահանջները նույնիսկ կատարելու պարագայում ինչ սպասել այդ հարաբերություններում, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ցեղասպանության վերաբերյալ է խնդրահարույց հայտարարություններ անում, Արևմտյան Հայաստանի վերաբերյալ է անում հայտարարություններ, Արարատ եւ այլն, բայց նույնիսկ այս պարագայում որևէ դրական ուղերձ մենք չենք լսում Թուրքիայից։ Եվ չենք էլ լսելու, որովհետև այն բոլոր այն ձեռագիրը, որի մասին խոսում ենք Ադրբեջանի ներքո, նույնը ակնհայտ է նաև օգտագործվելու է Թուրքիայի կողմից, այսինքն ստանալ մաքսիմալ զիջումներ, որքան որ հնարավոր է։ Եվ այդ ուղերձները ցավոք սրտի նույն վերաբերող նույն Արցախյան հակամարտությանը, նույն Թուրքիային եւ ցեղասպանության խնդրին, այդ ուղերձները այսօր լսում են նաև աշխարհում եւ հետեւաբար այդ նույն ցեղասպանության մասին չխոսալը կամ կիսաձայն
խոսելը, նույն Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման մասին չխոսելը, վերադարձի մասին չխոսելը եւ այլն հանգեցնում են նրան, որ նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ, գործիչներ, որոնք հասկանում են այդ հարցերի կարեւորությունը, բայց իրենք արդեն նույնպես բախվում են խնդրին, որ արդյոք իրենք միակը պետք է լինեն, ով կբարձրաձայնի կամ այդ օրակարգը առաջ կմղի եւ հետեւաբար, եթե այս միտումը երկար շարունակվի, այդ օրակարգը գլոբալ տարբեր երկրների օրակարգերից, տարբեր գործիչների օրակարգերից նույնպես թուլանալու է եւ այս պարագայում իհարկե այսօրվա դրությամբ պետք է շնորհակալություն հայտնենք եւ խթանենք այն սփյուռքի գործիչների գործունեությունը, նույն Արցախի մարդու հիմնարար իրավունքների հանձնախմբի գործունեությունը, որը որ փորձում է աշխարհի տարբեր ծայրերում սփյուռքի ջանքերով, իրենց կապերի միջոցով դեռևս օրակարգում պահել նույն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, ցեղասպանության ճանաչման հարցը եւ այլն։ Հայաստանի իշխանությունների հիմնական թեզն այն է, որ միջազգային հանրության համար Արցախի հարցը փակված է։ Հետևաբար նույն Մինսկի խմբի լուծարում եւ այլն այս համատեքստում են փորձում ներկայացնել։ Սա կեղծ թեզ է, որովհետեւ աշխարհում շատ լավ հասկանում են, որ հակամարտության էջը չի կարող փակված լինել, քանի դեռ բոլոր հարցերը լուծված չեն։ Հնարավոր չի տեղի բնիկ ժողովրդին արտաքսել նրանց հիմնարար իրավունքները խախտել, որևէ լուծումներ չառաջարկել եւ ասել, որ հակամարտության էջը փակված է։ Այս մարդկանց հիմնարար իրավունքները, քանի դեռ վերականգնված չեն, այդ էջը փակված չէ։ Դա են վկայում Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևերը, որոնք ընդունվում են եւ որոնք այդ թվում գործադիր իշխանության համար պարտադիր ուժ ունեն, նույն Կանադայի արտգործնախարարության մակարդակով արվող հայտարարությունները, այսինքն միջազգային հանրությունը հասկանում է, որ սա բնական չէ, հա, Եվրախորհրդարանի բանաձևերը այս թեմաների շուրջ ինձ ցույց է տալիս, որ կա ընկալումը, որ այդ հարցերը լուծված չեն։ Այլ խնդիր է, որ եթե Հայաստանը պետք է լինի այդ հարցերը բարձրաձայնողն ու առաջ մղողը եւ ինքը դա չի անում, ժամանակի ընթացքում, ինչպես նշեցի, այդ երկրներն էլ, որտեղ չնայած հասկանում են, որ դա այդպես է, բայց սկսելու են դրա մասին չխոսել։ Բայց վերադարձի իրավունքի հարցի լուծումը իրատեսական է այս իրավիճակում։ Վերադարձի հարցի իրավունքը պետք է այնքան ժամանակ վառ պահվի, մինչև ստեղծվի այն իրավիճակը, որը որ կդարձնի դա հնարավոր, որը եւ որքան երկար տևի այն ժամանակը, որ մենք չխոսենք դրա մասին, չբարձրաձայնենք, թույլ տանք փակել վերջնական այդ էջը, այնքան ավելի դժվար կլինի նորից դրան վերադառնալ։ Այսօրվա դրությամբ իհարկե նույն Շվեյցարիան առաջարկում է ստեղծել հարթակ, որտեղ Ադրբեջանը եւ Արցախի բնակչությունը կնստեն երկխոսության եւ կհասկանան ինչ կարգավիճակով, ինչ իրավունքներով, ինչ պայմաններով այդ մարդիկ կարող են ստանալ վերադարձի հնարավորություն։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։